Ողջույն սիրելի հայրենակիցներ, Հայաստանում նոր բանավեճ է սկսվել, թե արդյոք վարչապետը պետք է մասնակցի մայիսի 9-ին հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով Մոսկվայում կազմակերպված շքերթին։ Ուզում եմ նախասել, որ ես ինձ մոտ բացել եմ, որ 29 երկրների ղեկավարներ մասնակցելու են շքերթին, հաստատել են, որ մասնակցելու են, եւ դրանց մեջ են բնականաբար ԱՊՀ բոլոր երկրները, որոնք հետխորհրդային երկրներ են, այսինքն Հայաստան, Ադրբեջան, Բելարուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, այնտեղ Աբխազիան կա, հետո Բոսնիա-Հերցեգովինա, Բրազիլիա, Բուրկինա Ֆասո, Վենեսուելա, Վիետնամ, Գվինեա-Բիսաուի Հանրապետությունը, Եգիպտոսի, Զիմբաբվեի, Չինաստանը, Կոնգոն, Կուբան, Լաոսը, Մոնղոլիան, Մյանմարը, Պաղեստինը, Սերբիա, Սլովակիա եւ հասարակածային Գվինեա, Եթովպիան նույնպես։ Հարավային Օսիան էլ դե ճանաչեն, Աբխազիան, Հարավային Օսիա էլի կան։ Այսինքն ինչ է տեղ ունեմ 29 անդամ, 29 երկրներ, 29 վարչապետ, 29 նախագահ այնտեղ մասնակցելու են։ Եվ Հայաստանում կոչ են անում, որ չպետք է Հայաստանի վարչապետը մասնակցի մայիսի 9-ի շքերթին, որքանը որ իշում անցյալ տարի չմասնակցեցին, հետո այս տարի հիշել են, ասում են դե դա մեր պապերի հաղթանակն է, մեր պապերը կեղտել են այդ հաղթանակը, մենք պետք է գնանք, այսինքն երբ իշխանությանը պետք է որ գնա, մեր պապերի հաղթանակն է, անցյալ տարի ընդհանրապես մեր պապերի հաղթանակը չէր, չեն գնացել, բայց նյուանսը որն է սիրելի հայրենակիցներ։ Ուրեմն Ռուսաստանի Դաշնությունը բոլոր երկրներին ԱՊՀ հիմնականում առաջարկել է, որ իրենց ներկայացուցչական զորքերը մասնակցեն շքերթին։ Հիշում եք ժամանակին ինչ հպարտությամբ էինք նայում, որ մեր բանակի ներկայացուցչական մի հատվածը, մի վաշտ այնտեղ մասնակցում էր եւ բոլորս հպարտորեն հետևում էինք ոնց են մեր պապերի քայլած կարմիր հրապարակով քայլում հիմա նոր սերնդի հայ զինվորականները հաղթանակի հայերական մեծ պատերազմում ընդհանուր այդ հաղթանակի առիթով։ Եվ այս անգամ Հայաստանի Հանրապետությունը որոշել է, որ մենք զորք չենք ուղարկելու։ Մենք զորք չենք ուղարկելու, որ մեր պապերի հաղթանակը, նաև մենք մեր սերունդներին վերագրենք, հպարտանանք դրանով, հպարտացող պատերազմում հաղթած սերունդ դաստիարակենք, ոչ չենք ուղարկել։ Չէ, մենք գործ չունենք։ Հիմա եթե չէր գնալու Հայաստանի վարչապետը, չուղարկելը զորք հասկանալի է։ Բայց նայեք զորք չենք ուղարկել, որ իբր թե դե մենք այնտեղ պարադին չենք մասնակցում։ Բայց վարչապետը գնում է որ մասնակցի, հաստատել է։ Հիմա այս կիսատ պրատ, այս անիմաստ բաների, ես որ մենք միշտ անում ենք, կիսատ ճշմարտություններ, կիսատ պրատ գործողություններ, կիսատ բոյկոտ, կիսատ ամեն ինչ կիսատ է արվում ժողովուրդ։ Ամեն ինչ արվում է սխալ։ Այսինքն եթե պետքա բոյկոտես արևմուտքի աչքի ներևաս, այնա պետք է ուրեմն դու էլ չմասնակցիր, արևմուտքի աչքին լավ երևայր։ Արևմուտքի աչքին կարած լավ երևաս, դա Հայաստանին ոչ մի բան չի տալու։ Ամեն հարցում արևմուտքի աչքին լավ երևացինք, Հռոմի ստատուտ ընդունելով բանով Լեռնային Ղարաբաղը կործանվեց, Հայաստանը 150,000 փախստական, հայկական ոչ մի խնդիր չի լուծվում։ Բացարձակապես մեզ բանի տեղ չեն դնում։ Հետեւաբար արևմուտքի աչքին լավ երևալու բան չկա, ճիշտը գնալն է։ Դե որ ճիշտը գնալն է, որոշել եք որ գնանք, մեր զորքը ինչի չեք ուղարկել։ Մեր զորքը ինչու չեք ուղարկել։ Հիմա ես տեսնում եմ Facebook-ում գրառումներ, որ մեր վարչապետը չպետք է մասնակցի, որովհետև Ադրբեջանի զորքը այնտեղ քայլում է։ Ադրբեջանի զորքը, ասենք Բելարուսին է քայլում, Տաջիկստանին է քայլում, Ղազախստանին է քայլում, Ղրղզստանին է քայլում, Թուրքմենստանին է քայլում, բանցախ քայլում են, հայկական զորք չկա։ Ու ինչ է տեղ ունենում, Ադրբեջանը քայլում է, մեր վարչապետը չպետք է գնա, որովհետև Ադրբեջանի զորքն է քայլում։ Ձերը տայիք ձերն է քայլեր։ Ինչի համար չեք մեր զորքը ուղարկել։ Որ ինչ ում եք ուզում ինձ ցույց տաք։ Ես նաև նկատում եմ որ մեր եթերներում սկսվել է արշավ, որ հայերենական պատերազմը դե այնքան է, տենց չէր, դե այնքան է, սենց չէր բան, դե ցեղասպանությունը ուրացվել է, Լեռնային Ղարաբաղի շարժումը ուրացվել է, ինչ է ուրացվել։ Հիմա հայերենական մեծ պատերազմում հայերի ներդրումն է ուրանալու ժամանակը։ Դա է պետք է ուրանալ։ Էդ էլ ուրացեք, էդ է պղծեք։ Այդ պղծելու ժամանակն է հիմա եկել։ Ես ուղղակի ապշած եմ, հերիք չի։ Ասեմ, այսօր ամսի 7-ն է, եթերը հիմա եմ նկարում։ Ես չգիտեմ, կա վերջի պահին վարչապետը նաև այս արշավը, որ իբր թե Facebook-ում սկսվել է, դե պարզա պրոիշխանական մարդիկ են գրում, որ հորդորում եմ, կոչ եմ անում վարչապետին չմասնակցի բան, ես կասկածներ ունեմ, որ կարող է ասա կազմակերպած է, վերջը մի քասի չեմ մասնակցում, կովիդով վարակվի, չգիտեմ ինչ անի, բան, ասեմ ձեզ։
այս պայից սկսած մասնակցել որևէ էական նշանակություն չի ունենալու, չմասնակցել որևէ էական նշանակություն չի ունենալու, որովհետև մենք արդեն այնքան ենք համահան է, մենք այնքան ենք բոլորի համար անհասկանալի, մենք անհասկանալի ենք Իրանի համար, Վրաստանի համար, Թուրքիայի համար, Ադրբեջանի համար հասկանալի ենք, ինչ ուզում են անում ենք, անհասկանալի ենք Ռուսաստանի համար, անհասկանալի ենք Ամերիկայի համար, Եվրոմիության համար, պարլամենտում օրենք են ընդունել, որ Հայաստանը գնում է դեպի Եվրոմիություն, Եվրոմիությունից հայտարարում են Հայաստանը դիմում չի ներկայացրել, դիմում չկա, դիմում չի ներկայացրել, ասում եք խափը, մեզ չի կյատա, այսինքն ամեն տեղ, ամեն ինչը կեղծիք է, սուտ է ու չես հասկանում, թե դրա տակ ինչ կա, ասենք եթե պետքա բոյկոտ եք ձեզ ցույց տա, որ դուք տոտալ արևմուտքի հետ եք եւ դեմ եք Պուտինի, ռուսներին բան, այդ կարայիք դες բոյկոտեիք, չեք բոյկոտել, եթե չպետքա բոյկոտեիք, պետքա գնայիք, մեր զորքը ինչի համար չի քայլում, մեր զորքը, որ Ադրբեջանի հետ ուժեղ կռիվ է տվել, այդ զորքը կարող քայլեր, հիմա գրում են, քանի որ Ադրբեջանի բանակի ստորաբաժանում է այնտեղ քայլելու, իսկ մենք դա Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմական ճանապարհով գրավման համար չգիտեմ ինչ, ես ինչ է։ Դրանից առաջ են որ Ալիևի հետ նստած sense հա հի sense շպիտներով շփվում էին, բայց այդ ժամանակ չէի հիշում, այս հայտարարություններն անեիք։ Նոր եք հիշե, որ ոնց կարելի է Ադրբեջանի զորքի առաջ նստել։ Հիմա այդ այնց գնալու է, նստի ու նայի Ադրբեջանի զորքը ոնց է քայլում, տարբերակ 1, տարբերակ 2-րդ, ամենաճիշտ տարբերակ կամ տարբերակ առաջինն է դա։ Պետք է մեր զորքը քայլերը թե որ ինքը հպարտ նայր մեր զորքին, եւ ուրիշ տարբերակներ են, որ ասենք կարող է հիմա վաղը կամ այսօր երեկոյան պարլամենտում արդեն հարցու պատասխանի ժամանակ ինչ որ մահանա գտնի, ասի ես չեմ գնում, բայց նորից եմ կրկնում, գնա, չգնա, իմացեք, Հայաստանի Հանրապետությունը իր ունեցած բոլոր տեսակի դաշնակցային, չդաշնակցային, թշնամական, չթշնամական, բոլոր հարաբերությունները բոլորի հետ խաթարած են։ Չէ՞ մեկը գրում է, մեր միջազգային հեղինակությունը ձեր մասնակցությամբ կխաթարվի։ Հայաստանի միջազգային, Հայաստանը արդեն դուք մտածում եք Հայաստանը միջազգային հեղինակություն է մնացել, թող է, որ միջազգային հեղինակություն ունի։ Ամբողջ միջազգային հանրությունը հետևում է մեզ, թե ոնց ենք մենք մեր իրավունքներից հրաժարվում։ Մի երկիր, որ հրաժարվում է ինքը իր իրավունքներից, այդ երկիրը ինչ միջազգային հեղինակություն ունի։ Ես ինչեր եք խոսում։ Ես ինչեր եք խոսում։ Մի երկիր, որ Միացյալ Նահանգները օրինակ դեմ է քվեարկում ռեզոլյուցիային, Հայաստանը կողմ։ Ու ասում է բանա, մենք այո ռուսների դեմ ենք, այդ ռուսների դեմ ընդունում է ռեզոլյուցիային, Հայաստանը կողմ է քվեարկել, Միացյալ Նահանգները դեմ, ֆիքսեք։ Ասենք Աբսուրդների մեջ ենք մենք ուղղակի։ Բայց դրանից հետո Հայաստանը հաստատել է որ գնա Մոսկվա։ Կողմնորոշվեք կամ էս արեք, կամ այն արեք, կամ այն արեք, սա ինչ պահվածք է, սա ինչ է։ Իմ դիրքորոշումը հետևյալն է, որ այո պետք է մենք մասնակցենք միշտ մայիսի 9-ի բոլոր տոնակատարություններին, դե երաթոնը մեր ավիրված է, չկա երաթոն, այդ մի սրբությունն է մնացել, էս է ոչնչացրեք, միշտ պետք է մասնակցի Հայաստանը եւ մեր զորքն պետք է այնտեղ քայլեր այնպես ինչպես նախկինում է քայլել հպարտությամբ այո մեր պապերի հաղթանակի հպարտությամբ պետք է քայլեր մեր զորքը այսօր նաև դրանից զրկել է մեզ այս իշխանությունը որը հրաժարվել է զորք ուղարկի որ քայլեն այնտեղ եւ հիմա է շարունակում են դեպի Ադրբեջանի զորքը քայլում է մենք գնանք բանեսի ինչ է չի դեմ ինչ Յորոտ են ցեր դուք հաստատել ձեր մասնակցությունը հաստատել եք ձեր մասնակցությունը այսօր ամսի 7-ն է արդեն այսօր չեղյալ անեք կամ վաղ անեք չեղյալ կամ գնաք նստեք նայեք Ադրբեջանի զորքին արդեն այս պայից սկսած ինչ անեք որտեղ չեք կարող հայկական զորք ուղարկել ինչ անեք սխալ է լինել էս է ուզում ասել Ժորժ ջան ես մենք չգիտեմ ես խայտարակությունների ճանապարհով շարունակում ենք գնալ բայց սա ոչ միտեղ չի տանում ես լավ մնացեք կապի մեջ խնդրում եմ կիսվել տարածել միանալ իմ YouTube-ի, Telegram-յան, Instagram-ում եւ Facebook-ում բոլոր ռեսուրսներին, որովհետեւ այս իրավիճակում մենք ուղղակի շփվում ենք այս մեր մեդիայի միջոցով, նաեւ TikTok-ում։ Լավ մնացեք։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Սպասենք տեսնենք ինչ կլինի, որ քայլը կանեն։